Ողջույն սիրելի հեռուստադիտող բարեկամներ, այսօրվա հաղորդումը կցանկանայինք նվիրել մեր եկեղեցու սրբազան տոներից համբարձման տոնին։ Ինչպես կարդում ենք Սուրբ Գիրքը, այնտեղից պարզ է դառնում, որ Քրիստոս իր հարությունից հետո 40-րդ օրը համբարձվեց երկինք Ձիթենյան լեռան վրայից։ Այսինքն հարություն առավ Քրիստոս և 40 օր շրջեց երկրի երեսում, հանդիպեց իր առաքյալներին, նրանց հետ սեղան նստեց, իսկ 40-րդ օրը բարձրացավ Ձիթենյանց լեռ, այնտեղ օրհնեց առաքյալներին և համբարձվեց երկինք։ Համբարձման դեպք Սուրբ Գրքի մեջ 3 դեպքեր կան՝ Եղիա մարգարեն, Ենովք մարգարեն և ապա Քրիստոս։ Սակայն Քրիստոսի համբարձումը ոչ թե եղավ մեկ ուրիշի միջնորդությամբ, այլ Քրիստոս իբրև Աստված ինքը իր ուժով համբարձվեց դեպի երկինք։ Ինչպես որ կա հարության դեպքեր Սուրբ Գրքում, երբ մարգարեները կամ առաքյալները հարություն տվեցին Աստուծո միջնորդությամբ, Աստուծո օգնությամբ և օրհնությամբ, սակայն Քրիստոս ինքը իրենով հարություն առավ, ինչպես կասեր Սուրբ Գրիգոր Տաթևացին, ինք զինքյամբ հարություն առավ։ Սուրբ հայրերը, մասնավորապես Սուրբ Գրիգոր Տաթևացին, խոսելով համբարձման տոնի մասին, ասում էր, որ Ադամի մեղքի պատճառով անեծքի տակ էր ամբողջ բնությունը, մարդկային ցեղը, սակայն Քրիստոս իր ծնունդով, մկրտությամբ, խաչելությամբ, թաղումով և հարությունով, ինչպես նաև 40 օր շրջելով մաքրեց ամբողջ բնությունը, տիեզերքը և ամենակարևորը 4 տարրերը, իսկ այդ 40-օրյա շրջանը Սուրբ հայրերը ասում են, որ Տերը մաքրեց օդը։ Ինչու մաքրեց օդը, որովհետև երբ կարդում ենք վախճանաբանական աստվածաբանություն Սուրբ հայրերի, Աստված ստեղծեց 12 դաս հրեշտակների, որոնցից 3 դասը հպարտացան և Աստուծո անեծքի համաձայն թափվեցին ցած։ Սուրբ հայրերը ասում են. մի մասը թափվեցին օդում, մի մասը երկրի երեսին, իսկ մի մասը անդունդներում։ Քրիստոս թաղվելով իջավ դժոխք, ավերեց դժոխքը, այսինքն անդունդում մաքրեց դևերից, իր կյանքի ընթացքում իր կենդանության օրոք մինչև խաչելություն և թաղում երկրի երեսից մաքրեց սատանաներին, կարդում ենք Սուրբ Գիրքը, որ ասում է. հրամայեց, որ նրանք մտնեն խոզերի մեջ և մտնեն ծովը։ Իսկ երրորդ այս 40-օրդական շրջանում հարությունից մինչև համբարձում մաքրեց օդում թափված սատանաներին։ Այդ իսկ պատճառով մենք չենք կարողանում ընդունել ինքնասպանությունը, որովհետև ով որ կախվում կամ ինքնասպանություն է գործում, համարվում է, որ նա հավասարվեց օդում թափված սատանաների դասին։ Այդ իսկ պատճառով մեզ համար ինքնասպանը փրկություն չունի։ Ինչպես տեսանք, Քրիստոս այդ շրջանում մաքրեց տարրերը, մաքրեց ադամական մեղքը և մեզ փրկության արժանացրեց։ Սակայն այս տոնի հետ կապված մի հրաշալի զուգադիպություն ևս կա, որ այդ օրը, երբ Տերը Ձիթենյան լեռան վրա դրեց իր առաքյալների գլխին և օրհնեց, Սուրբ հայրերի մի մասը ասում է, որ նրանց տվեց հայրապետական իշխանություն, մի մասը ասում է, որ տվեց եպիսկոպոսական իշխանություն։ Եվ այդ իշխանությունը առաքյալները փոխանցեցին իրենց հաջորդներին, և բոլոր առաքելական եկեղեցիները
այդ թվում նաև հայոց Սուրբ Եկեղեցին, ունեն այդ նվիրապետական աստիճանները, սկսած դպիրից մինչև կաթողիկոս։ Եվ Քրիստոս համբարձվեց երկինք։ Այնտեղ կային նաև թափված հրեշտակներ, ովքեր որ զղջացել էին, ովքեր որ դարձի են եկել եւ այդ օրը արժանացան Տիրոջ օրհնությանը եւ ողորմությանը։ Այսինքն Տերը փրկելով մարդկային սերունդը համբարձվեց երկինք եւ հրեշտակի խոսքի համաձայն նույն տեսքով եւ նույն ձևով գալու է դատելու մեզ մարդկանց իրենց գործած չարիքների կամ լավ արարքների դիմաց։ Եվ նույնպես այդ հրեշտակների մի մասը, ովքեր որ պատկանում էին բարձրագույն հրեշտակների դասին, նրանցից մի մասը զղջացել էր եւ այդ օրը արժանացան օրհնության եւ այդ օրը արժանացան Տիրոջ ողորմությանը։ Ամբարձման տոնի հետ կապված շատ գեղեցիկ ավանդություններ ունենք։ Մանավանդ մեր ժողովուրդը երիտասարդները գնում են դաշտ, այնտեղ հավաքում են ծաղիկներ եւ տնից տուն մտնելով երեխաները օրհնում եւ փառաբանում են Տիրոջ համբարձումը, բարեմաղթանքները եւ օրհնությունը փոխանցում են յուրաքանչյուր հավատացյալ ընտանիքի եւ այդ ընտանիքից ստացած փոքրիկ նվերները հավաքելով մոտակա դաշտում կամ սարի վրա կամ ինչ-որ գետի ափում խնջույքներ են կազմակերպում։ Նաեւ այդ օրը կարծես լինի նշանվածների ուխտի օր, որովհետև մեր ժողովուրդը այդ օրը միշտ մեծ տեղ է տվել նորապսակներին եւ նշանվածներին։ Թող Տերը օրհնի, թող Տերը արժանի դարձնի ամենքից, որ իր երկրորդ գալուստը, որ պետք է լինի նույն կերպ, ինչպես որ համբարձվեց երկինք, չլինի մեզ համար դատապարտության, չլինի մեզ համար դատվելու կամ մահվան արժանանալու, այլ լինի փրկության, այլ լինի Տիրոջ ուրախությունը եւ նրան տեսությունը վայելելու ժամեր։ Շնորհք, սեր, խաղաղություն եղեցի ընդ ձեզ եւ ընդ ամենեսյանսդ ամեն։